Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանին, բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Խոսելու ենք բնականաբար տնտեսությունից, արդեն ավելի ինտենսիվորեն տարբեր տեղերից, լինի իշխանական, ընդդիմադիր ճամբարներից լսում ենք, որ տնտեսության վիճակը խիստ կրիտիկական է, հաշվի առնելով հատկապես դրամ-դոլար հարաբերակցությունը, նույնիսկ հանրապետական պատգամավորներն են նշում, որ արտահանում կազմակերպելու արտադրությունը շահավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է դոլարի կուրսը լինի 700-ից 800 դրամի սահմաններում։ Ձեր գնահատմամբ տնտեսությունը Հայաստանի ինչ վիճակում է այս պահին։ Պետք չի իմ գնահատականին անդրադառնալ կամ ընդդիմադիրներից գնահատականին անդրադառնալ, նաև պետք չի իշխանության ներկայացուցիչները, ուղղակի պետք է կողմից, այսպես ասած, երրորդ կողմի գնահատականներին անդրադառնալ, մանավանդ որ 3 առաջորդներ Ասիական բանկի ներկայացուցիչների հրապարակեցին իրենց կանխատեսումները եւ ասացին, որ Հայաստանի Հանրապետությունում 15 թվականին 1.6% տնտեսական աճ կլինի, երբ որ պաշտոնական 4.1% է տնտեսական աճ նախատեսվում։ Եթե դրանից առաջ վերցնենք եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի կանխատեսումը, Հայաստանի Հանրապետության համար 0 էր նախատեսված։ Եթե վերցնում ենք կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կանխատեսումները, դրանք 0.4-ից մինչև 2% էին կանխատեսում, եւ նույն համաշխարհային բանկի կանխատեսումները 2.6%, այսինքն եթե այս կանխատեսումներն եք նայում, չհաշված Moody's, Fitch, այդ վարկանիշային գործակալությունների գնահատականները, որոնք Հայաստանի վարկանիշները հասցրեցին արդեն մի մասով, այսպես ասած, աղբային կամ չգիտեմ, մուսորնի ռեյտինգ հայերեն ոնց ենք ասում, աղբային միգուց ենք ասենք, այսինքն այս հանգամանքները մենք կողքից երրորդ կողմի գնահատականներն երբ որ անդրադառնանք, արդեն դա անհանգստացնող են եւ շատ բնական է, որ հարց կառաջանա, եթե այսպիսի միջազգային կազմակերպությունները, որոնց հետ նաև համագործակցում է Հայաստանի իշխանությունը իր տարբեր տնտեսական, սոցիալական ծրագրերում, ապա ինչու Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները չեն անդրադառնում տնտեսական այս ցուցանիշների, նախատեսվող ցուցանիշների փոփոխմանը, որովհետև ցանկացած երկրում եթե նման իրավիճակ է առաջանում, առաջին հերթին հենց մակրոցուցանիշների վերանայում է տեղի ունենում, բյուջեի վերանայում է տեղի ունենում, որովհետև վերջո եթե կան երկրում տնտեսավարող սուբյեկտներ եւ կան եթե ներդրողներ, որոնք ունեն հարաբերություններ տվյալ երկրի հետ, իրենք առաջին հերթին առաջնորդվում են այդ ցուցանիշներով։ Եթե դուք լուրջ չեք վերաբերում, այսինքն եթե իշխանությունը իր հրապարակած թվերին լուրջ չի վերաբերում, երբ որ այդ թվերը արդեն կասկածի տակ են 3 ամիս եւ այդ ոչ մի քայլ չի արվում, նշանակում այդ մարդիկ նույն ձևի կնստենք, սպասեն, գիտեք ինչ կա, ոչ ոք ներդրում չի անի։ Կասել եմ, հասկանամ, եթե այս միջազգային կազմակերպություններն այսպիսի գնահատական են տալ, այդ երկիրն ինչ է անում։ Եթե ոչինչ չեն փոխում, ուրեմն լուրջ չի վերաբերվել, ներդրում չի լինի, վիճակը ավելի կվատանա։ Պարոն Խաչատրյան, այ թվեր են ներկայացվում, սակայն սովորական քաղաքացիներ, որոնք նայում են թվերը լսելուց շատ բան չեն պատկերացնում։ Բնական է, բոլորը տնտեսագետ չեն։ Այդ թվերը ռեալ կյանքում, ռեալ տնտեսության մեջ ինչ արտահայտություն են գտնելու այդ անկումային թվերը, որ նշում եք։ Իրեք օրինակ հենց ինչ է տեղի ունենալու։ Եթե վերցնենք նաև թվերի հետ, երբ որ խոսում ենք հունվար-փետրվար, վիճակագրական պաշտոնական վիճակագրություն ամսի 20-ին, ամենամսվա 25 հրապարակում է օպերատիվ տվյալները, եթե օպերատիվ տվյալներին ուղղակի միայն անդրադառնանք, ոչինչ պետք չի անել, այսինքն նույնիսկ ես տնտեսագետ լինեմ կամ չլինեմ կամ նույնիսկ էլի որևէ նշանակություն չունի, թե որ բնակավարի մասին է խոսքը, ուղղակի այդ թվերը շատ հետաքրքիր է, որտեղ ցանկացած մարդու հետաքրքրում այդ թվում նաև տնտեսագետների, թե ինչպիսի վիճակ է, մակրո վիճակ է ստեղծվել։ Կարդում եք այդ թվերը, այնտեղ տեսնում եք, ասենք, առևտրի շրջանառություն։ Ես տեսնում եք առևտրի շրջանառությունը կրճատվել է 7%-ով։ Ընդհանուր արտաքին եւ ներքին։ Չէ, առևտուր ուղղակի ներքին։ Ներքին առևտուր։ Այդպես ասեմ, հա։ Այսինքն սովորական այն ինչ որ մենք ամենօրյա մեր գործընթացում ենք։ Այսինքն խանութներից առևտուրը մանրածախ ապրանքաշրջանառությունը այսպես եմ կրճատվել է 7%-ով։ Նույն ժամը 2014-ի հունվար-փետրվար, 15-ի հունվար-փետրվար, 14-ի հունվար։ Դա աննախադեպ երևույթ է։ Այսինքն սա ճգնաժամային առաջին ազդանշանն է, որտեղ դրա նախորդ ամիսներ հունվարիներ ելի 8%-ից ավել էր։ Այսինքն նշանակում է քաղաքացիները չեն բացառում այն քանակով գնումներ կատարել կամ սպառել իրենց առօրյա։ Դա նաև վճարունակության անկման ցույց է։ Երկու պատճառ է, ասենք կարող է վճարունակություն կամ մարդկանց թվականակի պակասություն։ Երկու դեպքում դա կործանարար երևույթներ է Հայաստանի համար եւ տնտեսության համար։ Այսինքն նույնը վերցում եք արտաքին ապրանքաշրջանառություն։ 1/3-ով կրճատվել է արտաքին ապրանքաշրջանառությունը եւ ներմուծում, արտահանում եւ նաեւ ընդհանրապես։
Եվ եթե վերցնում եք, ասենք, երկու կողմով էլ կրճատվում։ Այո, երկու կողմով էլ կրճատվում։ Եվ ներմուծում մի քիչ ավելի արագ տեմպերով, քան արտահանումն ավելի արագ տեմպերով է կրճատվում։ Այսինքն այդ թվերը նայում եք, էլի դեմոտ հարց է առաջանում, բարա որ արտահանում ներմուծում կրճատվում է, ապրանքաշրջանառությունը ներքին կրճատվում է, բայց դեպքում ինչ զարգացում է տեղի ունենում երկրում, ինչի հաշվին է երկիրը այսօր կարողանում զարգանալ կամ գոյատևել։ Չէ, զարգացման մասին մի քիչ հա ֆանտաստիկայի ժանրից կլինի որ խոսենք, բայց լավ հարց է առաջանում, լավ ինչի հաշվին է հարաբերական կայունություն պահպանվում։ Այսինքն տեղի չեն ունենում էքսեսներ այնպիսին, ինչպիսին եղավ օրինակ 2014 թվականի դեկտեմբերին, երբ 20 օր խուճապ էր Հայաստանը ֆինանսական։ Որովհետև իրականում այդ հարցը պետք է բոլորս էլ մեզ տանք եւ երբ որ փորձում եք գտնել պատասխանը շատ པարզ է, որովհետև այսօր մենք տեսնում ենք։ Հայաստանի պարտքերի, արտաքին պարտքի կամ ընդհանրապես պետական պարտքի ավելացման հաշվին։ Որովհետև եթե դա չի լինում, համապատասխան ձևով եկամուտներ չեն ապահովում բյուջեում եւ բյուջեի եկամուտները չապահովելու դեպքում ուղղակի պարտավորությունները, հատկապես սոցիալական պարտավորությունները, իսի նկատի ունեմ աշխատավարձ, կեսաթոշակ, նպաստներ, նաեւ դրան ավելացած բանակ եւ այլն չեն կատարվի։ Լուծումը մեկն է, ուրեմն պետք է պարտք վերցնել։ Եվ հիմա եթե դուք հետևում եք, վերջին 3 ամսվա ընթացքում մեր ամբողջ մամուլը այդ հեղեղված այդ լուրերով եւ պետական կառավարության ներևի գործիչների համար առաջի խնդիրն է, որտեղից գտնեն գումար, կպցնեն, կոպիտ եմ ասում։ Դե կպցրեցին Եվրոպարտատոմսը։ Այնքան էլ հեշտ չի, հատկապես այս ժամանակաշրջանում եւ հատկապես այն դեպքում, երբ որ կա միջազգային վարկանիշային գործակալ ընկերությունների գնահատականներ, աշխարհն այնպես չի, որ գիտեք ինչ կա, եթե գումար է տալիս առանց լուրջ ուսումնասիրությունների կամ վերլուծությունների է դա տալիս։ Ուղղակի նա լուրջ վերլուծություններ կատարելով կամ այդ տեղեկությունները իմանալով հանդերձ Հայաստանին դասել են երկրների թվում, որտեղ եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի գումարին, դա պետք է շատ բարձր տոկոսով լինի։ Եվ մենք կարողացանք արձանագրել մի հատ հաջողություն 7.5%-ով 10 տարվա եվրոբոնդեր, այսպես ասած, պետական պարտատոմսեր։ Աննախադեպ բարձր տոկոսադրույքով։ Այսպիսի տոկոսադրույքով ոչ մի անգամ մենք չենք ունեցել։ Եվ միջանոց 6.25-ել չի եղել, թեկուզ եթե հաշվենք ռուսական նախկին պարտքը, որ 500 միլիոն պարտք ենք վերցրել, այն ժամանակ ուղղակի համաշխարհային շուկայում լիբոր, այսինքն միջազգային նորմերին համապատասխանող գործող միջին վարկանիշը բարձր էր, 3% էր, ռուսականը 3+4 էր։ Հիմա ասենք այդ նույն լիբորը հասել է 0.6-0.8։ Ինչ որ այն ժամանակ է նույնիսկ մեզ բացատրում են, գիտեք, իշքա քանի որ ռուսական վարկը կախված է հստակություն չկա այնտեղ կախված է լիբորի փոփոխությունից, եկեք մենք այդ 500 միլիոնը նախորդ 700 միլիոն եվրոբոնդին 6.25%-ով փոխենք։ Պարոն Խաչատրյան, մեզ ինչ է սպասվում։ Արտաքին պարտքը շատանում է։ Շատերը կարող են մտածել հետեւյալ կերպ, լավ, պարտք դե կարող են ասենք ամեն 6 ամիսը մեկը պարտք վերցնել եւ այսպես շարունակվի, հա։ Չէ, գիտեք ինչ կա, կառավարությունը կամ իշխանությունը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը, այն ինչ որ սովորական մեզ միշտ ասում են, որ հեռու մնացեք այդպիսի բուրգերից ֆինանսական պարտք ենք վերցնում, պարտք ենք փակում։ Տեսեք նույնիսկ ինքն է ասում, հիմա 500 միլիոնից տարես են 7.25%-ով վարկ, ես այդ 700 միլիոնից 200 միլիոնը փակում եմ 7.5 կներեք, 6.25%-անոց վարկը։ Ավելի քիչ տոկոսադրել։ Հիմա դուք երևի մեր շրջապատում եք շատ մարդիկ կան, որ այդպես են անում, մեկից վարկ են վերցնում, մեկից փակում են, բայց ի վերջո միտեղ գալիս է, որովհետև այդ մարդը այլևս այնքան բարձր տոկոսներով է վարկ վերցնում, չի կարողանում սպասարկել, եւ որ միտեղ չի կարողանում սպասարկել, ամբողջ բուրգը քանդվում է եւ դուք մնում եք պարտքային ինչ հեռավորության վրա ենք մենք արդեն մոտեցել ենք այդ կրիտիկական կետին։ Այդ արդեն կրիտիկականն է, որովհետև այդ կրիտիկական սահմանը նաև սահմանվել է պետական պարտքի մասին օրենքով, որտեղ երկու չափանիշներ կան 50% եւ 60% համախառն ներքին արդյունք։ 50-ն անցել ենք արդեն։ 50-ը արդեն ոնց որ անցնում ենք, որովհետև այստեղ 200 միլիոնը պակասացրեցին 300 միլիոն, բայց երբ որ հաշվենք բոլոր այն խոստումները, որ կան, ասենք 200 միլիոն պետք է տան գերմանական կառավարությունը մոտավորապես 200 միլիոն մեկական կարիք ունենք կամ 250 միլիոն Ռուսաստանից ատոմակայանի հետ կապված, այս մի ամսվա ընթացքում համաշխարհային բանկ, արժույթի հիմնադրամ եւ այլն, դրանք էլ մոտավորապես մի 100 միլիոն են նախատեսում տալ, այդքան երբ որ գումարում ենք 50-ից արդեն անցնում ենք, այդտեղ 50-ի դեպքում գործում է երկրորդ չափորոշիչը, որը կոչվում է դեֆիցիտ։ Դե դեֆիցիտը պետք է չգերազանցի, փաստորեն այս տարվա եթե ավարտենք 15 թվականի դեֆիցիտի բյուջեի 3%-ը մենք հիմա պաշտոնապես ունենք 2.8 Հիմա երբ որ մենք վերցնում ենք վարկ, թանկ, եւ այդ վարկի սպասարկումը մտնում է արդեն բյուջեի մեջ,
Նշանակում մենք այդ չափանիշներ կարող ենք չափներ կարող ենք ասել։ Եվ երկրորդը 60%-ին ենք մոտենում, երբ որ համախառն ներքին արդյունքը արդեն մեր մոտ ոչ թե լինի 10 միլիարդ դոլար ինչպես իսպիսին, ասենք կարող է լինել 9 միլիարդ, 9 միլիարդի դեպքում արդեն 60%-ի դեպքում սահմանը դա ենք անցնում։ Այսինքն մենք օրենքի կարող են փոխել 60%, ասենք սահմանել 80% եւ շարունակել պարտվել։ Իհարկե, քանի որ մեր ազգային ժողովում մեծամասնությունը կարծում են իշխանության ներկայացուցիչներ եւ որևէ խնդիր չունեն տարօրինակ մեզ համար ոչ անհասկանալի, բայց իրենց համար շատ ընկալելի որոշումներ ընդունել, դրան է կհասնենք։ Բայց տնտեսության առումով խնդիրը ավելի է բարդանում։ Գիտեք ինչ կար, շատ տեսանելի էր, որ այսպիսի մի վիճակում ենք մենք հայտնվելու դեռևս 2014 թվականի ամռանը։ Երբ որ հասկանալի պատճառներով մենք ներքին ռեսուրսներ չունենք, մենք երբևիցե այդպես չկարողացանք մի այնպիսի արդյունավետ տնտեսական համակարգ կառուցել, որ ինքը իր պահանջները սպասարկեր։ 2009 թվականի ճգնաժամից հետո մենք 3 անգամ ավելացրեցինք պարտքը, եւ եթե հիշում եք, շատ պոպուլար այդպես տերմին սկսեց օգտագործել դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որի հեղինակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Օրինակ Գյումրին ծովափնյա քաղաք է դարել այս շրջանակն է։ Այդ դիվերսիֆիկացիայի մեջ մտնում էր, որ ինչ որ շրջաններ դարձնեն տուրիզմ, տեխնոպարկ, Գյումրի, չգիտեմ, ֆինանսական կենտրոն Դիլիջանից կարող եմ էլի հուշել այդպիսի ծրագրեր, բայց այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Մենք ուղղակի 3 անգամ ավելացրեցինք մեր պարտքը պետական 1.5 միլիարդից 4.5 միլիարդ, դրա արդյունքում մեր տնտեսության արդյունավետությունը չբարձրացավ, մեր մոտ աղքատների թիվը չկրճատվեց, մեր մոտ իրականում ներքին արտադրողների ներքին արտադրությունը չխրախուսվեց կամ ընդհանրապես այդպեսին չկար, որովհետև ամենակարևոր խնդիրը դա չլուծեց։ Մեր մոտ ամենակարևոր խնդիրը դա կոռուպցիա, մրցակցություն, մենաշնորհներ, տնտեսական ազատություն եւ իհարկե նաեւ քաղաքական ազատություններ։ Այս խնդիրը չի լուծվում։ Այս այդ ամեն ինչը գումարվելով, հիմա տեսեք, 14 թվական, ես ասում եմ ներքին խնդիրներ, դրան ավելացան արտաքին խնդիրներ։ Մեր կախվածությունը ռուսական տնտեսությունից, որը շատ բնական էր, գնահատելը բարդ չի, միայն 2000 արտագնա աշխատողների մեկնողների թվով կարելի է արդեն միայն 14 թվական, 13 թվականի 1 միլիարդ 865 միլիոն գումարի տրանսֆերներ են եկել պաշտոնական բանկային համակարգի գծով, իսկ ընդհանուր առմամբ գնահատվում է մեր մոտ տրանսֆերներ համախառն ներքին արդյունք 25%։ Այս վերջին եվրոպական նույն համաշխարհային բանկները այդպիսի գնահատականներ է տալիս։ Հիմա 14 թվականին արդեն զգացում է, որ այդ ռուսական տնտեսության ճգնաժամ, նավթի գների անկում, մենք մի այդպիսի էտապ անցել ենք, երբ որ 2008-ից 2009 տնտեսական անկումը կազմեց 14%, հիմնական պատճառներից մեկը տրանսֆերներն են։ Որտեղ տրանսֆերների դերը մեր տնտեսության մեջ, գիտեք ինչ կա, արտաքինից 2 միլիարդ է, բայց իր բովանդակությամբ դա հավասար է համարյա 4 միլիարդի։ Ես նկատի ունեմ դրանք գալիս են ուղիղ, առանց խոցին ճանապարհների, քաղաքացին ինքն է որոշում այդ գումարների ծախսման ուղղությունները ամենաարդյունավետն են։ Դա ամենապես ներարկվում է տնտեսության մեջ։ Դա վարկ չի կամ պարտք չի, երբ որ հասնում է տնտեսության այդ կոնկրետ ճյուղին կամ բնակավարին կամ սպառման, այդ ընթացքում 40% կորուստներ են ունենում։ Կոռուպցիոն, ոչ կոռուպցիոն ճանապարհներով այնտեղ սպասարկում եւ այլն։ Հասկանում եմ։ Այսինքն, բարձր որ այդ գումարները կրճատվեն են եւ հիմա երբ որ ամփոփում են այդ տվյալները, հիմա աննախադեպ է կրճատվում։ Հիմա տեսեք ինչ է։ 1 միլիարդ 865-ից դարձել է 1 միլիարդ 624 տարվա կտրվածքով, բայց տարվա հիմնական կրճատումները սկսեցին նոյեմբեր-դեկտեմբերին, երբ որ 40% կրճատվեցին, ընդհանուրը 10%։ Հիմա արդեն 50% է։ Փետրվարը դեռևս չկա, հունվարին ուղիղ 50%-ով տեղնելից է կրճատում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն մենք ունենում ենք 800 միլիոնի մինուս։ Եթե հաշվում ենք 1 միլիարդ 600։ Հայաստանի տնտեսության համար ահռելի գումար է։ Այսինքն մենք պետք է կարողանանք, որպեսզի կարողանանք այն հավասարակշռությունը պահպանել տնտեսական, որ կար նույնիսկ 2014 թվականին, որի միջոցով իրական խատեսումները այդպես է իրականություն չդարձավ 14 թվականին, 13 թվականի կանխատեսումների առումով։ Մենք իրականություն չդարձակ այդ կանխատեսումների պայմաններում կանխատեսում ենք 41% աճ։ Այսինքն մենք ի սկզբանե գիտեինք, որ մենք այդ ցուցանիշներին չենք կարող հասնել։ Հիմա 800 միլիոն ունենք այդտեղ պակաս, արտաքին առևտրի առումով մենք շատ լավ գիտենք, որ եթե նույնիսկ ԵՏՄ-ի գնալով ԵՏՄ, մեր հիմնական շուկան պետք է դառնա Ռուսաստան։ Դե անհասկանալի է հենց դա, պարոն Խաչատրյան, որ ԵՏՄ-ն ներկայացում էր այնպես, որ ահա անդամագրվեցին ԵՏՄ-ին Ռուսաստանի հետ եւ Ղազախստան, Բելարուսի հետ առևտուրը այնպես է կազմակերպվելու, որ ասենք մեր արտադրողները հայտնվելու են դրախտում, սակայն հիմա դուք ցուցանիշներ եք ներկայացնում, պաշտոնական վիճակագրությունն է 100 անգամ, հա։ Հա, Ռուսաստանի հետ պաշտոնական 100 անգամ Ռուսաստանի հետ պաշտոնապես կրճատվել է առևտուրը։
Լավ, սա ինչ է նշանակում։ Այն ժամանակ ես այն մարդկանց է, որ երբ որ այդ փաստարկն են ներկայացում 170 միլիոն շուկա արտահանման հնարավորություններ, իհարկե դրանք զուտ հիմնավորված չէին եւ տնտեսական հիմնավորում չունեին։ Նույնիսկ այլ հիմնավորումներ չկար, որովհետեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին երբևիցե մեզ համար ռուսական շոկան փակ չի եղել։ Մենք ունեցել ենք առանձին ազատ առևտրի համաձայնագիր Ռուսաստանի հետ, ի վերջո եղել ենք, որովհետեւ երբևիցե չի եղել դեպք, որ Հայաստանը արտապրանք ունենա արտահանելու եւ դա Ռուսաստանում դրացուց խոչընդոտներն են։ Ավելին ասեմ ես ձեզ, հիմա մենք ԵՏՄ անդամ դառնալով ավելի մեծ խոչընդոտների առջև ենք կանգնել։ Ոչ իհարկե այդ ռուբլու արժեզրկման պատճառով, դա ուրիշ հանգամանք է, այլ զուտ տեխնիկական պատճառներով։ Ես հիմա տեղյակ եմ, որ ասենք այստեղ են գտնում Ռուսաստանի համապատասխան մարմնի ներկայացուցիչները, որոնք ստուգում են դեպի Ռուսաստան արտահանող ապրանքների Մաքսայինի աշխատակիցները։ Չէ, Մաքսային չէ, ուղղակի իրենք եկել են որակն են ստուգում եւ նրանք գտնում են, որ այդ ձեռնարկությունները, որովհետեւ արտադրում է այդ ապրանքը կրնի, դա լայն սպառման արտադրանք, թե կնի արտադրություն, ուղղակի ոչ արտադրանք, արտոնաբերական նշանակության, չեն համապատասխանում Ռուսաստանի ստանդարտներին։ Չեք արտահանում։ Արդեն դուք այդ ապրանքը չեք կարող արտահանել։ Ռուսաստանում, որտեղ բացի նրանից, որ դուք ներկայանում եք ապրանք, մեզ հետաքրքրում են նաև պայմանները։ Դուք կարող եք այնպիսի միս եք օգտագործում կամ այնպիսի կողքից որը չի համապատասխանում ԵՏՄ-ի ստանդարտներին։ Խնդիրները, որը կար, շատ լավ երևում էր, այդ խնդիրների լուծման ուղղությամբ ոչինչ չի արվել տարիներ շարունակ։ Հիմա մենք հայտնվել ենք մի հատ ավելի վատ վիճակում, երբ որ ռուսական տնտեսության գրավչությունը զուտ արտահանման առումով համարվում է 0։ Ինքը Ռուսաստանը նաև ԵՏՄ ստեղծելով շատ լավ բացատրել էր։ Ես ուզում եմ իմ ներքին շուկան պաշտպանել եւ ես ուզում եմ իմ ներքին շուկան զարգացնել։ Հիմա Ռուսաստանը ունենալով 170 միլիոն այդ թիվը, որ ասում ենք, ինքը Ռուսաստանը իր ներքին շուկայում պայմաններ է ստեղծել ներքին արտադրության զարգացման համար։ Հայաստանի որևէ արտադրանք մրցունակ չէ։ Զգացում է 100 անգամ կրճատումից։ Հիմա ինչը սպասվում մեզ, այսինքն ճգնաժամը ինչպես է պայթելու եւ ինչ հետևանքներ ունի։ Առաջին հերթին ինձ համար անընդունելի է եւ անհասկանալի, թե ինչու մինչեւ հիմա դա չի արձանագրվում եւ դրա մասին չի բարձրախոսվում։ Այսինքն որ մեզ սպասում մենք ճգնաժամի մեջ եւ մեզ պետք են արտակարգ քայլեր եւ այս վիճակից դուրս գալու համար առանձնահատուկ ծրագրեր։ Այն ինչ որ ասենք տեղի ունենում Ռուսաստանում։ Երբ որ Պուտինը ստեղծեց այդ հակաճգնաժամային հանձնաժողով, որի մեջ նաև ընդգրկեց այն մարդկանց, ովքեր կառավարությունից դուրս էին եկել։ Ասենք ես նկատի ունեմ Կուդրինին եւ Գրեֆին, որոնք Կուդրինը զուտ անձնական նաև խնդիրներ ուներ Մեդվեդևի հետ, երբ որ ինքը լինելով ֆինանսների նախարար, ուղղակի հակադարձվեց, ասեց, որ այս բյուջեն չի կարելի այսպես ընդունել, որովհետև Ռուսաստանին հատկավոր են կառուցվածքային փոփոխություններ։ Ռուսաստանի տնտեսությունը միայն նավթի, այսպես ասեղին նստելով կամ գազի չի կարող զարգանալ։ Ինքը ասում էր, սոցիալական մեծ ծրագրերը մի վերցրեք, ինքը ասում էր, եկեք պաշտպանության ծախսերը կրճատեք, այսինքն այն ինչ որ հիմա արվում է, Կուդրինը խոսում էր 4 տարի առաջ։ Եվ պատահական չէ, որ ելնելով այս արտարոց վիճակից ստեղծվել է այդ հանձնաժողովը, հակաճգնաժամային, որտեղ քննարկվում է ցանկացած հարց։ Սկսած այդ հիպոթեկային վարկերի խնդիրները դոլարային, որ առաջացել է Ռուսաստանում, վերջացրած առանձին կազմակերպություններին ֆինանսական կամ ոչ ֆինանսական ծառայություններ մատուցել։ Մեր մոտ դա չի արվում։ Մեր մոտ շատ տարօրինակ է։ Մեր մոտ մենք խոսում ենք, Իմիջիայլոց արդեն ոնց որ թե կառավարության ներկայացուցիչները մոտենում այդ գաղափարին, որ դրա մասին պետք է գոնե խոսում են արդեն ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, այլ նախարարության ներկայացուցիչները, բայց որևէ ծրագիր չկա։ Իսկ ծրագիրը առաջին հերթին նշանակում է ծախսերի կրճատում, վերանայում։ Լավ, դրա բացակայությունը ինչի ենք հանգելու, ու գնում ենք, չէ՞, ասենք 100 կմ/ժ արագությամբ դեպի ճգնաժամ։ Դա նշանակում է, որ արգելակները չի աշխատում։ Առաջին հերթին ընդհանրապես մեր երկրի տնտեսական վիճակի վատթարացում, ակնկալվող ներդրումներ չեն լինի, քաղաքացիների գնողունակության նվազում ինչ որ եղել է դա, զուտ արտադրական հզորությունների օգտագործման պակասեցում կբերի դրան, որ ինչ է լինելու դրամի հետ կապված, որտեղ այս դրամը միշտ թողում են վերջում, որովհետև ոչ թե դեսերտի նկատի ունեմ այդ առումով, այլ որ դրամի ճակատագիրը իհարկե շատ անհասկանալի է, իրականում դրամը պարզը որ արհեստական ձևով պահվում է այս մակարդակին եւ դրա համար ոչ շատ խիստ այսպես կտրուկ միջոցներով, բայց կենտրոնական բանկը բավականին մեղ ամենօրյա իր աշխատանքում կարողանում է ապահովել գրամի այս մակարդակը, որ կա 470 դրամի շրջանակում։ Որը չի արտահայտում տնտեսության ռեալ վիճակը։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Պետք է մի հանգամանք էլ հաշվի առնել, որ դրամի վրա ճնշումը կարող է նույնիսկ նվազի, որովհետև մարդկանց գնողունակությունը կնվազի, այդ դեպքում ներմուծման ծավալները կպակասեն, իսկ դրամի վրա ճնշման հիմնական կարևորագույն հանգամանքը ներմուծման ծավալներն են։
Մենք այսօր իհարկե արդեն մոտեցել ենք այն քրիտիկական չափին, որի մասին խոսում էին, երբ որ մենք ասում ենք, որ դրամի պահուստերը միջազգային Հայաստանի Հանրապետության կառավարությունն ասում է 3 անգամ ամսական ներմուծման ծավալներին իրականում ասենք Կուդրինը եւ ես եւ էլի միջազգային կազմակերպությունն ասում են 6 անգամի դեպքում արդեն մենք անցել ենք 3 անգամի դեպքում արդեն քրիտիկականն են այսինքն կգա կանգնի այսպես ընդհանուր ձևակերպում ասեմ Հայաստանի Հանրապետության վճարունակության խնդրի որովհետեւ մենք պարտքերը որ ավելացնում ենք մի ուրիշ խնդիր է առաջանում մի վերջետ պարտքերը պետք է սպասարկել եթե մենք այս տարի պարտքերի սպասարկման համար պետք է ծախսենք $180 միլիոն Հիմա այդ $180 միլիոն սպասարկման ծախսերը կավելանան կդառնան 250 միլիոն։ Այսինքն մենք կաշխատենք, որպեսզի պարտքեր սպասարկենք։ Աշխատել ապրելու խնդիրը արդեն չեք կարող լուծել։ Աշխատել զարգացման խնդիր չեն կարող լուծել։ Իմ գնահատականներով եւ նաեւ իմ գործընկերների գնահատականներով Լուծվելու է դրամը։ Հա, խնդիրը կայանում է նրանում, որ եթե այս հարցերը չկարողանան լուծել, հիմա կոնկրետ նաեւ արտաքին պարտքի այս հրատապությունը նաեւ նրանց ես հասկանում եմ, որ այս հարցում իրենց մեր կառավարության աջակցումը նաեւ համաշխարհային բանկը կամ արժույթի միջազգային հիմնադրամը, որովհետեւ ոնց որ թե նրանք են պատասխանատու նաեւ Հայաստանի այս վիճակի համար, այս մոդելը իմիջիայլոց տնտեսական ճարտարապետները այդ մոդելի նրանք են եւ այդ մոդելի շրջանը Պարտքով ապրելը։ Հա, որովհետեւ այստեղ մի խնդիր կա։ Պարտքով ապրելը կարելի է չափավոր, բայց այդ պարտքով ապրելու ժամանակ դուք պետք է խաղի կանոնները նաեւ հստակեցնեք։ Այսինքն այդ խաղի կանոնների մեջ նույն համաշխարհային բանկի գնահատմամբ, երբ որ ամենամոնոպոլացված տնտեսություններից մեկն է աշխարհում Հայաստանը, երբ որ Հայաստանում իսկապես չկա ազատություն, երբ որ Հայաստանում կոռուպցիան խեղդում է, այս պայմաններում ձեր գրված այդ խաղի կանոնները եւ այդ մոտեցումները չեն աշխատում։ Եվ ինձ համար անընդունելի է, որ նրանք դրա վրա շեշտադրումներ չեն անում։ Ինչու չեն ուզում իրենք այս տնտեսավարման կամ կառավարման այս մոդելը փոխել։ Այսինքն կառավարման այս մոդելը սպառել է իրան վերջնականապես։ Հիմա ինձ միշտ հարց են տալիս, լավ անընդհատ ասում եք 5 տարի, 7 տարի, հիմա եկել է վերջին 2 տարին ավելի շատ եք ասում։ Լավ ինչ ա լինելու։ Հա, հասկանալի է, որ Հայաստանի արտաքին պարտքը, որը կազմում է այսօրվա վիճակով արդեն 4 միլիարդ 800 միլիոն, ասենք Ուկրաինայի պարտքի հետ համեմատեք կամ այլ երկրների, կասենք դրա հետ ինչ գումար։ Չէ, դե Ուկրաինայի հնան ուրիշ է։ Հասկանում եմ ես դες։ Հիմա կասեն գիտեք ինչ կա, հիմա բոլորի մոտ էլ այդ կարծիքն են տարածում։ Դե կգա մի ժամանակ դե կասեն գիտեք ինչ կա, անվճարունակ երկիր եկեք զիջենք, ոնց եղավ որ ասենք Անգոլային այսքան գումար զիջեցին, Կուբային այսքան գումար։ Այսինքն մեր երկրում իշխանության տրամաբանությունը կառուցված է այս իմ ասած մոտեցումներով։ Չի կառուցված աշխատանքային տրամաբանությամբ, որ պետք է աշխատել, պետք է կառավարման այս մոդելը փոխել, այլ սկզբունքներ պետք է դնել աշխատելու մեջ։ Չէ, չկա։ Գիտեք ինչ կա, երբ որ հիմա մի հատ էլ նայում եք ընդհանրապես ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հանրային համախառն ներքին արդյունքի կամ հասարակական արդյունքի բաշխումը տեղի ունենում։ Այդտեղից պետք է սկսել։ Երբ որ այդ խնդիրը կանդրադառնում, տեսնում եք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այն խավը որը տեսակարարքշռով մեծ է, ասենք 90% նա ավելի քիչ եկամուտներ ստանա։ Ամբողջ այս տնտեսական մոդելի մեջ դա այսինքն հարուստներն ավելի շատ են, հարստանում են, աղքատները ավելի շատ են։ Հիմա եկամուտների առումով 25 անգամ ավելին է։ Պարոն Խաչատրյան, ձեր փորձենք եզրափակել, ձեր ներկայացվածով արդեն մենք ճգնաժամի մեջ ենք, ուղղակի հələ որ տաքենք շատ չի զգացվում։ Կառավարությունը չի արձանագրել։ Հա, կառավարությունը չի արձանագրում այդ ամեն ինչը վերջնական փլուզում ասենք, ճգնաժամի կուլմինացիա ասենք, մոտավորապես ամիսների, օրերի, տարիների խնդիր է։ Ես ասեմ ձեզ, ուղղակի հիմա ինչ-ինչ նկատառումներից ելնելով հասկանում եմ, որ չեն խոսում դրա մասին։ Ես գիտեմ դա ինչ է, դա ապրիլի 24-ը։ Հասկանալի է։ Քաղաքական նկատառումներից ելնելով ես համոզված եմ, որ այդպիսի հիրանք տրված է։ Ճգնաժամի մասին մի խոսեք, լրատվամիջոցները ուղղակի տարածեք, որ գիտեք ինչ կա, այս տեսեք ինչ նախաձեռնագրեր կա, ջերմուստեր են բացում, գյուղատնտեսության սեզոն է սկսվում, չգիտեմ, կենտրոնական բանկը տեսեք ինչպիսի նոր պայմանագիր կնքեց, 70 սվոպ պայմանագրեր կնքեց Չինաստանի հետ, ամեն ինչ արվում է։ Այսինքն դուք մի հատ ռոպագանդան ներկայացեք, որ զբաղվում ենք, վարչապետը 3 առաջ օրը հանդիպել այդ հանձնաժողովի հետ, չգիտեմ ինչ հանձնաժողովի ինչ հարցեր է քննարկել, ասում է ներկայացեք առաջարկել ստեղծված վիճակից դուրս գալու համար հիմա։ Երբ որ այդ առաջարկները պետք է ներկայացված լինեն վաղուց եւ այդ առաջարկները պետք է իրականացման մասին խոսեն։ Այսինքն մենք հիմա գտնում ենք ճգնաժամի մենք։ Այսինքն ինչքան հասկացա, ապրիլի 24-ից հետո սպասենք վատագույնին։ Ես կարծում եմ, որ արդեն հրապարակային կասվի այն ինչ որ կա, որովհետեւ իրականում այսօր արդեն բյուջեն սեկվեստրի կարիք ունի եւ այսօր բյուջեն վերանայման կարիք ունի։ Հասկանամ։ Շնորհակալություն հյուրընկալվելու եւ հարցազրույցի համար, կանխատեսումները հորատեսական էին։ Չէ, իրատեսական, կներեք։ Չէ, իրատեսական, հա, իրատեսական։
Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել էի տնտեսագետ Վահագն Խաչատրյանին։ Կհանդիպենք։